Այսինքն մենք նկատում ենք, որ մոտ 10 տարի է տևում, որ ազգը նորից լիցքավորվի հիասթափված ու լիցքաթափված վիճակից։ Թշնամական ու պատահապաշտ ուժեր կան, ովքեր դա շատ լավ գիտեն ու դրա համար փորձում են կամ այդ կրակը մարել, ինչը տեսանք առաջին երկու օրինակներում, կամ այդ կուտակված էներգիան օգտագործում են իրենց օգտին, ինչը տեսանք վերջին երկու օրինակներում։ Այս ամենը դիտարկելով մենք կարող ենք մաթեմատիկական հետևություն անել եւ գալ այն եզրահանգմանը, որ այժմ ազգը լիցքավորման գործընթացում է։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ այդ կուտակված էներգիան հասնելու է իր գագաթնակետին մոտ ապագայում։ Իհարկե մենք չենք կարող հաշվի չառնել աշխարհակարգի գալիք մեծ փոփոխությունները, որոնք ուղիղ կապված են լինելու գալիք մեծ ճգնաժամի հետ։ Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր աշխարհը կանգնած է լուրջ տնտեսական ճգնաժամի շեմին, քանի որ Ամերիկայի, Եվրոպայի, Թուրքիայի, արաբական ու ասիական մեծ երկրների եւ հատկապես Ռուսաստանի տնտեսությունները տարեստարի ավելի են քայքայվում։ Այս անգամ գալիք ճգնաժամը ավելի մեծ է լինելու տարբեր գործոնների պատճառով, հաշվի առնելով այն, որ աշխարհը այսօր ավելի շատ է կապված իրար հետ, քան երբևէ։ Ռուսաստանի Դաշնության փլուզումը ամենաշատն է մեզ հետաքրքրում այս պահին, որովհետև դա չափազանց մեծ ձևով ուղիղ ազդելու է մեզ վրա։ Քանի որ ցավոք սրտի Հայաստանը Կրեմլի պատճառով ունի կիսագաղութային կարգավիճակ ու ամեն առումով կախված է այն նողկալի ֆեդերացիայից։ Մեր համոզմունքն է, որ ինչպես Խորհրդային Միությունը տրովեց տարբեր մեծ հանրապետությունների սովետա-աֆղանական պատերազմի ավարտից հետո, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը կտրովի տարբեր մեծ մարզերի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից տարիներ հետո։ 3 դար գոյություն ունեցող ռուսական կայսրությունը մահամերձ է եւ ապրում է իր վերջին տարիները։ Սակայն ինչպես բազմաթիվ անգամ կրկնել եմ, ամեն ճգնաժամի հետ գալիս է հնարավորություն, եւ այս իրադարձությունները մեզ կտան պատմական հնարավորություն ռուս-թուրքական ողորմելի վանդակից վերջապես դուրս գալու եւ իրական անկախություն ձեռք բերելու համար։ Սա մեզ արժանապատիվ հայերիս հուշում է, որ մենք հիմիկվանից պետք է պատրաստվենք այդ օրասական ժամանակին, որպեսզի կամաց կուտակվող էներգիան ճիշտ ուղղությամբ օգտագործենք, որ իսկապես կբխի մեր ընդհանուր ազգային ու պետական շահերից։ Եթե մենք հայ ազգայնականներս այս անգամ էլ չկարողանանք էներգիան ճիշտ օգտագործել, պատահապաշտ գործակաց սրիկաներ կհայտնվեն, ովքեր նորից է վերջին անգամ մեր ազգին կհիասթափեցնեն, մեր հայրենիքը վերջնականապես տանելով դեպի անդունդ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր ազգային շարժումը զարգացնել։ Մենք պարտավոր ենք այդ գալիք մակընթացության ժամանակ մեր հայրենակիցներին ցույց տալ ճիշտ եւ հաղթական ճանապարհը, որովհետեւ դա լինելու է մեր վերջին հնարավորությունը։